2007 թվականին քերուստղան եկավ մեզ ասեց, որ 3 ամսով տունը տնենք գրավի տակ, գումար վերցնենք 3 ամսից ձեր բնակարանը կհանեմ։ Ինքը եկավ 2 խաբեբաների հետ, մենք չենք իմացել դրանք ովքեր են, ինչ են, փողը իրանք բերել են, իրանք տարել են, նոտարում մենք գնացել ենք այնտեղ ստորագրությունը տվել են, որ 3 ամսից հետո մեր բնակարանը մեզ պետք է վերադարձնի, բայց 3 ամիս հետո 3 ամիսը դարել է մի տարի, 3 ամսի մեջ այդ գումար տվողը անհատ տղա էր, ինքը անունը Կարեն, ինքը գալիս է գումարը այնտեղ տալիս են այդ բրոկերին, ով որ այդ գործի մեջ զբաղվում է, գործով զբաղվում է, 3 ամիս հետո փաստորեն գումարը 20,000 մեկ է տալիս, հետո դուրս են գալիս, մեզ գումար չեն տալիս, գնում են մի 10 օր հետո նորից գալիս է այդ տղան, զանգում են, բա $10,000 նորից փող պետք է բերեն, քերու տղային գումարը պետք, փող տվողն ու բրոկերը անունը Ռուդիկա, գալիս են միասին այդ փողը իրանք բերում են, իրանք տանում են։ Այդ ձևով մի տարի քերուս տղան հետո գնում հանդիպում է գումար տվողին, ասում է, որ իրանց մի գնա անհանգստացրու, ես այս գումարները տոկոսով կփակվեմ, 5%-ով է տալիս այդ տղան։ Մի տարի այս տղան Կարենը մեզ չի անհանգստացնում։ Մի տարի հետո գալիս է մեզ ասում է կամ 100,000 գումար եք տալիս կամ բնակարանը ազատում եք։ Ոնց պարզվում է թուղթը հանում, տեսնում ենք, որ մեր տունը առու վաճառք են արել։ Մենք տալիս ենք դատարան, 6-րդ վարչություն, 6 զապիս ենք անում այդ տղային, Կարեն Աղբալյան։ Զապիսից հետո տալիս ենք 6-րդ վարչություն, տեսնում ենք, որ մենք սխապել են։ 6-րդ վարչությունը տալիս է քննչական վարչություն, այնտեղ գործերը կազմում են, ասում են 3 խարդախ խաբեբա ձեզ խաբել են։ Բայց Կարենը ճանաչել է Այծիկին, այդ ընթացքում զապիսի մեջ ասում է, ես իրան ճանաչում էի։ Ճանաչում էի, ուրեմն այդ գումարը չպետք է տայր։ Մենք ինչ անենք։ Մեր տունը մենք տվեցինք դատարան, այդ ընթացքում Այծիկին քերուս տղային, յանի ինքը մահացել է, թաղում են, ավելի շուտ Ռուսաստանում սպանել են, հետո մեզ զանգա տալիս քննիչը, ասում է Այծիկը մահացել է։ Այծիկը մահացել է, գործը փակում են։ Ինչ եք փակում, որովհետև ասում է ինքը մահացել է, այստեղ գործ չկա։ Քրեական գործը փակեցին, թողեցին քաղ գործ։ Մենք էլ դիմեցինք դատարան, զապիսները ուղարկեցին վերծանման, վերծանումից հետո պարզվեց, որ իրանց ձայներն անմանեցնում արեցին։ Դրանից հետո մեր բնակարանը հատկացրեցին, տվեցին մեզ, առու վաճառքի պայմանագիրը չեղյալ համարվեց։ Ու դրանով մենք վերջացրեցինք։ Հետո իրանք մտնում են նորից վերաքննիչ դատարան, այնտեղ դատավորը գրում է, որ Կարենը գումարը տվել է Ռուդիկին, Ռուդիկը տվել է Այծիկին։ Այս մարդիկ գումար չեն տեսել, բայց մեր տունը թողել են գրավի առարկա։ Հիմա այս Կարենը մտել է դատարան, մեզանից գումար է ուզում, բայց Այծիկը մենք իրան տեսել ենք, ինքը չի մահացել։ Այս գործի մեջ շատ մարդիկ կան թաքնված։ Բոլորը թղթերը կեղծ թղթեր են արել, ոչ մի թուղթ չկա, մահվան վկայական կա, որից քրեական գործում ոչ մի թուղթ չկա, մենակ այդ մի մահվան վկայականն է, այնտեղ միած սալդատա պարկած, Յանի Այծիկին, որ սպանել են, հենց ինքն է գետնի վրա պարկած, բայց Այծիկը չի։ Պարզ երևում է, որ դա սարկած գործ է։ Ոչ մի թուղթ չկա այդ քրեական գործի մեջ։ Մենք հարցում ենք արի թուղթը ստացել ենք, որ մի տեղ հարցում ենք արի գրել են մեր կամպյուտերում 2000 թվականից մինչև 13 թիվը, այտենց անազգանով դեպք չի կատարվել, մարդ չկա գրանցված, որտեղից որ մահվան վկայականը մեզ տվել են, տրամադրել են իրանց ավելի շուտ։ Այդ տեղը նորից հարցում ենք ամ, այնտեղից գալիս է, որ լրիվ ուրիշ համար է։ Պարզ երևում է, որ արդեն սարկած է։ Կարգոյում հարցումը արվել է, այն ժամանակ որ քրեական գործը բացվել է, բեր է եղել 128 կիլո, գրուզ վեսի չի եղել, ռաստամոշկային արել, ինչ է նշանակում, որ ոչ մահվան վկայական կա, ոչ մի բան չկա, ոչ մի թուղթ, ոչ մի փաստ չկա, իրանք հիմա սարքել են, այդ տղան հիմա մտել է դատարան, մեզանից $40,000 գումար է ուզում, բայց մենք գումար չենք տեսել։ Պարզ ապացույցներ կա, իրանք բերել են, իրանք տարել են, ովքեր են թաքնված իրանց մեջքին, պաշտոնյա անձինք են, ես չգիտեմ, ես բնակարան չունեմ, ես գումար չունեմ իրանց հատկացնելու, ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ամուսինս Շաքարով Իվան Մարթա։ Խնդրում եմ մեզ գործին մի բան ձեռնարկեք, որ ես այս ամեն ինչից վերջացնեմ։ Ամբողջ ատյանները մենք անցել ենք, ամեն ինչը ճիշտ ապացուցվում է, վերջում դատավորը որոշումը կայացնում է իրանց։ Մենք չգիտենք ինչ անենք, խնդրում ենք ձեզ, մեզ օգնեք։ Չէ մինչև Եվրոդատարան ես կգնամ։ Անցավ մի որոշ ժամանակ ուղարկեցին 6-րդ վարչություն, 6-րդ վարչությունից հետո տղաներ ես տեսա իրանք չեն զանգարում, ես եմ զանգարել։ Հետո ուրիշ մեկի հետ նորից ոստիկանության աշխատող հանդիպեցի, այդ արանքում այդ առաջին հետ որ պարոն Հակոբյան էր ազգը, իր հետ հանդիպեցի, ավելի շուտ ինքը ասեց ձեր գործը ասեց որ sense պատմի զանգեց վերև ասեց թե մի հատ գործ է բացում բոմբա պայթելու։
Այդ խոսքը ինքը ասեց կլինի ձեր պաշտպանիդ երկուշաբթի օրը հանդիպենք, ասի ինչի՞ չէ, տուն եմ հասել, կես ժամ հետո ինքը զանգատվել ինձ, պարոն Հակոբյանը, դուք ասեց կլինի ժամանակ չկորցնենք, մենք ահագին բաներ ենք բացահայտել, շաբաթ կիրակի է մեջտեղը, եկեք հանդիպենք ձեր պաշտպանի հետ, մեր պաշտպանի հետ գնացել ենք, ամբողջ քրեական գործերը տարել ենք, իրանք նայել են, իր հետ միասին ուրիշ աշխատող կար ոստիկանության, նայում են սենց իրարերես ու ժպտում են, ասում են, «Էսի մեծ բոմբա, հələ դու տես ինչ է պայթելու»։ Ու դրանից հետո իրանք ձայն չեն հանում, ես եմ արդեն ահա զանգում, իրանց ինչ եղավ, մեր գործը ինչ եղավ, բա մենք արդեն տղաներին հանձնարարել ենք, ձեր հետ կհանդիպեն, ձեզ կտանեն, կգնաք տանտեղը եւ գերեզմանը ցույց կտան, գերեզմանի տեղը գիտեմ։ Գնացինք կաֆեում նստեցինք, որ տանտեղը ցույց տան, պատմեցին օրից այդ տղաներին, հետո արդեն պետքա գնային գերեզմանները, որ ցույց տայի գերեզմանը, իրանք զանգահարեցին, բա որտեղ եք տղաները, բա մենք կաֆեում ենք, գնում ենք տուն, հետո գերեզմաններ չգնանք։ Ու այս տղաները տորմուզ տվեցին, ասի ինչի, բա ասում են ցերեկա, ձեզ պետք չի, ոչ ոստիկանությունում թող տեսնեն, ոչ էլ բանում տեսնեն գերեզմաներում, հետո որ պետք է մենք ձեզ կտանենք, կասենք կգնանք միասին։ Այդ ձևով նորից գործը փակեցին, Պարզերևում է, որ սրանց մեջքին ովքեր են կանգնած, պաշտոնյա անձինք են, կառավարությունից ես չգիտեմ ով է կանգնած։ Խնդրում եմ այս գործին ընթաց տվեք, այս գործը բացահայտեք։ Եթե չի բացահայտում, ուրեմն թող ինձանից այդ տղայից թող վերցնեն, որ ինձանից գումար չպահանջի։ Մենակ ես չեմ իր ազողը, էլի մարդիկ կան, այդ խեղճկինն էլ եկավ զապիսը տարավ, որ ինքն էլ ամեն ինչը բացահայտի, վախացրել են այս կնոջը, զանգում եմ ասում սխալ եք զանգի, բայց ես իր ձայնը ճանաչում եմ։ 100% վախացրել են, քանի անգամ այս կինը գնացել է, ինքն էլ տղա երեխա ունի, ասում է ես վախենում եմ իմ տղայիցս։ Մի անգամ տղային տարեց էծել են։ Ինչ է կատարվում այս երկրում, անարխիա է, սենց հո չի լինի, ինչի պետք է ես տարապեմ։ Իրանք փողերը ուտեն, ժողովրդի փողերը ուտեն, մեր մարդկանց գցեն։ Այդ տղան ամբողջ զապիսը սենց իր հերախոսը ցույց էր տալի, ասում էր նայեք, ասում էր ամբողջը ձեր մարդկանց տներ ենք վերցրել։ Ինչի համար այսօրվա օրով ինքը ինձանից 40,000 իրավունք ունի ուզելու, չունի ինքը իրավունք։ Ատենցներին պետքա դատապարտեն։ Ինձ ասել են, որ անես մարդիկ կան մեջտեղում խառնված, որ այս գործը հնարավոր չի բացել։ Եթե բացենք, այդ մարդիկ կորած են։ Խնդրում եմ, այդ ամեն ինչին չգիտեմ, անենց արեք, որ այս գործը բացահայտվի։ Ինքը մահացած չի, գերեզմանը կա, գերեզմանում մարդ չկա։ Թաղման օրը մեզ զանգահարեցին, ասեցին, վաղ էձիկի դիակը բերում են, բայց այդ օրը իրանց այդ բերը իրանք գնացել ստացել են, ռաստամոշկա արված, խի ռաստամոշկա, դիակին ռաստամոշկա են անում, ով ատենց բան այս երկրում տեսել, լսել։ Ատենց բան չկա, դիակը այդ բերը բերում են, այսօր բերում են, ամսի 25-ին, 26-ին մեզ զանգում ասում են, այսօր բերեցին, քննիչը մինչև անգամ ամբողջ անատոմիկները զանգահարում է, մեզ զանգում ասում է, հասմիկ, անատոմիկներում դիակ չկա։ Ինչ է նշանակում։ Հետո կինն ասում է, բերեցին, չթողեցին, որ իրան մի ամիս թաղել են, հետո թաղած տեղից հանել են, ով է տենց բան տեսել, թաղած տեղից հանեն, որ բերել են դիակը։ Այդ մոմենտն էլ ասա, որ թղթեր է ստացել Վարոնիժից, թե որտեղից։ Ասեցի, այդ էլ եմ ասել եմ տարբեր թղթեր, ասել եմ դա էլ է ասված։ Թաղման օրն էլ լինում է ինքը քերի ունի, Անդրանիկ Մանուկյանը, հենց երևի իր մեջքին ինքն է կանգնած։ Հիմա որտեղի դեսպանն է ինքը, Հայաստանի, Ուկրաինայում է, Բելարուսիայի, մեր Հայաստանի դեսպանն է ինքը։ Ինչի համար այդտեղները պետքա թիկունք ունենան, մենք էլ սենց չկարողանանք մեր ճիշտը ապացուցենք։ Ամեն փաստը կա, ամեն ապացույցը կա։ Ես չեմ կարողանում ապացուցեմ։ Թաղման օրն էլ լինում է ինքը ամբողջ քաղաքին գցել է, ամբողջ քաղաքին, համ ինքը, համ Կարենը։ Հələ թող տելևիզորով հայտարարություն տան Կարեն Աղբալյան, ինքը տնտեսագետ, բանկի աշխատող, արդեն բավական է, որ ինչեր արել ինքը մարդկանց գլուխը։ Դուք տեսեք ինչքան մարդին ի հայտ գալու, եթե Կարենի անունը շեշտ տվեց։ Թաղման օրը լինում է կին անենց մարդկանց է կանչած եղել, որ Էձիկին ունեցել է քերիներ, հորքուր, մորքուր, հազար ու մի մարդ, ոչ մեկ թաղմանը ներկա չեն եղել, եղել են մենակ այն մարդիկ, ումը որ ինքը պարտքեր է եղել, կինը մենակ դրանց է կանչած եղել, ու ամբողջ բակում խոսացել են, սուտ թաղում է, ստեղ թաղում չկա։ Խնդրում եմ մի քայլ ձեռնարկեք, ես հարցին լուծում տվեք, չեմ ինչև որտեղ հասնես, ես բողոքելու եմ, ես չեմ թողելու, հանգիստ ես գործը սենց մնա, իրանք տարապ են, իրանք այդ փողերը վերցրել են, իրանց տները լցրել են, այսօրվա օրը ես սենց ես 2007 թվից գումարը վերցրել են, մենք էլ պարզ ասում անդեղ, բրոկերն ասում է, դուք գումար եք տեսել, գումար չեք տեսել, գումարը մենք վերցրել ենք, տարի իրան ենք տվել,
Անդերը 4000 ասում եմ ես միջնորդա վճար եմ վերցրել 5%-ով ամեն տված փողին տոկոս եմ վերցրել, բա ինչ ան, այդ չեղավ խարդախություն, խաբեություն։ Էսի երկիրա, հա, թող ճիշտը ուրեմն մարդկանց բանանեն, ճիշտ դատու դատաստան անեն։ Ոչ թե մեր նման անմեղ Դրա համար էլ գնում են այս երկրից, էլի։ Հետո էլ ասում են ինչ եք գնում։